ինչ օրակարգով է այս տարի եւ ինչու կարևոր ֆորում է։ Ֆորումի օրակարգը այս տարի երկրորդ անգամ ենք արդեն անցկացնում ֆորումը եւ ցանկություն ունենք դա սարքենք ամեն տարվա եւ գլխավոր հիմնական թեման դա այն միտումներն է, որ կա միջազգային ասպարեզում հանքարդյունաբերության եւ վերականգնող էներգետիկայի հետ կապված եւ ինչ ներուժ ունի Հայաստանը։ Մեր կարծիքով Հայաստանի ներուժը ահռելի է այս ոլորտներում եւ կարելի ասել նման համեմատելի ոլորտներ չունենք։ Օրինակ մի քանի տենց հաշվարկներ, հետազոտություններ եւ կանխատեսումների հիման վրա մենք տեսնում ենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կարող է ապահովել մոտ 3 միլիարդ դոլարի արտահանում մի քանի տարվա ընթացքում 5-6 տարվա ընթացքում 3 միլիարդ արտահանումը դա ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի Հանրապետության արտահանումը 2021 թվականին։ Ուղղակի համեմատության համար ասեմ, որ մյուս հաջորդ ոլորտը, որ ունի այդպիսի ներուժ, ոչ թե այդպիսի, այլ երկրորդ արտահանող ոլորտը դա ծխախոտի արտահանումն է եւ ծխախոտի արտահանումը մոտարապես 300 միլիոն դոլար է տարեկան։ Իսկ հաջորդող արտահանող ոնց որ ոլորտները շատ ավելի փոքր են։ Իսկ մենք խոսում ենք 3 միլիարդ արտահանման մասին, այսինքն անհամեմատելի է մեր ոլորտը մնացած ոլորտների հետ, ամենայն հարգանքով իհարկե մնացած ոլորտների նկատմամբ եւ նաեւ տեսնում եք ինչ է հիմա աշխարհում կատարվում, օրինակ նույն ԱՄՆ-ի օրինակով, ԱՄՆ-ն գերնապատակ է նոր ադմինիստրացիայի, դա իրանց արտահանման այդ արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավեն։ Այսինքն այն ամեն ինչ որ լսում ենք տարիֆներ եւ այլն, դրա համար արվում, որ իրենց արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավի։ Եվ հիմա օրինակ ԱՄՆ-ն արտահանում է հսկայական քանակով նավթ։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն ամենախոշոր նավթ արտահանող երկիրն է աշխարհում։ Շատ ավելի մեծ արտահանում ունի, քան օրինակ երկրորդ տեղ եւ երրորդ տեղ գրավող Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը։ Այսինքն այդ երկիրը ամեն ինչ անում է, այդ թվում արտահանելով հումք, որ իր հաշվեկշիռը բարելավի, որովհետեւ նրանք հասկանում են, որ դրանով նրանք ունենում են ավելի զարգացած տնտեսություն, ավելի ազատ նաև քաղաքականություն վարելու, տնտեսական քաղաքականություն վարելու առումով եւ նաև մնացած ճյուղերը զարգացնելու առումով։ Պարոն Ջհանյան, որ 3 միլիարդի հասնենք, այսինքն ինչ քայլեր ապրել, որ 5 տարի հետո մենք նման արտահանում ենք։ Քայլը այսօրվանից մի քայլը արդեն ընթացքում է, դա Լիդիան Արմենիայի վերաշահագործումն է։ Հուսով ենք, որ մյուս տարի արդեն կունենա այդ կազմակերպությունը արտադրանք եւ արտահանում։ Դա իհարկե մոտավոր տենց 1 միլիարդից մի քիչ ավելի պակաս գումար է լինելու։ 1 միլիարդը արդեն կա, այսօրվա դրությամբ մեր հանքարդյունաբերությունը ունի այդ 1 միլիարդի արտահանման ցուցանիշը եւ մնում է եւս 1 միլիարդ, որը դա նույնպես հնարավոր է գործող հանքերի արտադրողականությունը ավելացնելու հաշվին, այսինքն նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրողականությունը, Թեղուտի, Ագարակի եւ մնացած հանքարդյունաբերական գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների ծավալի ավելացման հաշվին եւ դա մենք տեսնում ենք, որ դա այդ հնարավորությունը կա, այսինքն բիզնեսը պատրաստ է դրան, կարծում եմ այսօր եւ լսեցին, որ կառավարությունն էլ ցանկանում է եւ պատրաստ է դրան, մնում է քրտնաջան աշխատանք տանենք եւ դա կիրականանա։ Պարոն Ջհանյան, պղնձի գները վերջին մի քանի ամսում բարձրացել են, համարյա 10.500 տոննայի, կանխատեսում եք ավելի բարձր հասույթ, ըստ այդմ նաև շահույթ եւ ինչ նպատակներով եք պատրաստում ծախսել, այսինքն կապիտալ ծախսերի ինչ ծավալ եք նախատեսում, կամ կապիտալ կամ արտադրության միջոցների վերազինման։ Այո, այդ կանխատեսումները անում են ոչ միայն մենք, միջազգային բոլոր գործակալությունները անում են կանխատեսումներ, որ օրինակ տենց միջինացված կանխատեսում կա, որ մոտարապես 11000 է լինելու պղնձի 1 տոննայի գինը 26 թվականին, իսկ 27-28 թվականին նույնիսկ ավելի բարձր գին է սպասվում, որովհետև պահանջարկը գնալով աճում է։ Պղինձը օգտագործում է շատ մեծ քանակով վերականգնող էներգետիկա։ Իսկ ամբողջ աշխարհը հիմա գնում է դեպի վերականգնող էներգետիկա
էներգետիկան եւ հանածո վառելիքների հիման վրա արտադրող էներգետիկայից դուրս է գալիս, իսկ վերականգնող էներգետիկան դա ահռելի պղնձի պահանջարկ ունի։ Այսինքն դա մենք տեսնում ենք նաեւ այս կարճաժամկետ նաեւ կա մեծ խնդիր, աշխարհի ամենամեծ հանքը Գրասբերգը այսօրվա դրությամբ կանգնած է, պղնձի ամենամեծ Ինդոնեզիայի հանքը, այնտեղ խնդիրներ են եղել տեխնիկական, որի պատճառով մոտ կես տարի պետք է կանգնի, որը նույնպես կարճաժամկետ շատ դրական էֆեկտ է ունեցել գների վրա։ Որոշակի վերազին արվել է կոմբինատում աղացների, մտածած արտադրության հատվածների նոր ինչ-որ թարմացումներ նախատեսվում են, միգուցե շարժակազմի դա տեսեք դուք այդ հարցը կապեցիք գների հետ, բայց այնց ուղղակիորեն պետք չի կապել, որովհետև այդ գործընթացը միշտ մշտական է, այսինքն առանց այդ գործընթացի հանքարդնաբերող կազմակերպությունը չի կարող աշխատել, նույնիսկ ցածր գների դեպքում դա արվում է եւ դա երկարաժամկետ ստրատեգիկ ռազմավարական նշանակություն ունեցող գործողություն է, որը արվում է եւ նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այդ գործընթացը շարունակական է եւ դա իհարկե որ գները բարձրանում են, մենք ուրախանում ենք, որտեղ դրա ապահովում է մեծ ավելի մեծ շահույթ, ավելի մեծ պետական բյուջեի վճարումներ հարկերի ձևով, բայց դա ուղղակիորեն կապ չունի մեր ներդրումների հետ։ Եվ կառավարությունը ծրագիր ուներ սուբսիդավորելու հայկական հայաստանյան ընկերությունների բորսայում ցուցակվելու ծախսերը արտասահմանյան բորսաներում, հանքարդյունաբերական ընկերությունները չէին մտնում այդ ընկերությունների շրջանակի մեջ, սակայն որքան գիտեմ քննարկումներ ընթանում են, որպեսզի նրանց վրա եւս այդ սուբսիդիան տարածվի, արդյոք կան այդպիսի քննարկումներ եւ անկախ այդ քննարկումներից ընկերությունների մոտ կան մտադրություններ ինքնուրույն ցուցակվելու, մանավանդ որ դա հենց իրենց իսկ համար է օգտակար։ Ցուցակվելը դա մի հատ առանձին թեմա է, կարելի է երկար խոսալ ցուցակվելու մասին, մանավանդ միջազգային բորսաներում, բայց այս պայմանությամբ ԶՊՄԿ-ի մասով կարող ասել այդպիսի մտադրություն չկա միջազգային բորսաներում ցուցակվելու, կա այդպիսի մտադրություն եւ կառավարության մոտ մի քանի անգամ վարչապետն է հայտարարել, որ ԶՊՄԿ-ն պետք է ցուցակվի Հայաստանում Երևանի բորսայում, բայց դա էլ արդեն երկար քննարկելու թեմա եւ գուցե դա կլինի առաջին քայլը հետագայում արդեն փորձել միջազգային բորսաներում ցուցակվել։ Վերականգնող էներգետիկայի հետ կապված միությունը ունի ինչ-որ համագործակցություն պլաններ, ու դատելով նրանից որ այսօր նաեւ ներկա կլինեն ներկայացուցիչներ ասվելուց։ Այո, իհարկե ունի միությունը ունի ստորագրված պայմանագրեր այդ ոլորտում գործող հետազոտական կազմակերպությունների հետ, որովհետև կարծում ենք, որ դա ապագան, ինչպես ասում ենք, հանքարդյունաբերություն, իրանք փոխկապակցված են։ Առանց հանքարդյունաբերություն չի կարող լինել վերականգնող էներգետիկա, իսկ առանց վերականգնող էներգետիկայի հանքարդյունաբերություն չի կարող լինի ժամանակակից, այսինքն իրար հետ փոխկապակցված են եւ մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ։ Օրինակ ԶՊՄԿ-ն ունի մեծ ծրագիր արևային էլեկտրոէներգիայով արտադրող էլեկտրոէներգիա օգտագործել, արևային կայանում արտադրված էլեկտրոէներգիա օգտագործել եւ քանի որ մենք դա ունի մի քանի նպատակ, ոչ միայն բնապահպանական, նաեւ տնտեսական։ Այսօրվա դրությամբ Հայաստանում ամենացածր ինքնարժեք ունեցող էլեկտրոէներգիան դա արևային կայաններում արտադրված էլեկտրոէներգիան է եւ կարծում եմ մոտ մի 5-10 տարի հետո մենք տեսնենք, որ Հայաստանը ամբողջովին արդեն չի օգտագործի էլեկտրոէներգիայի համար գազ եւ կանցնի արևային, այսինքն գազը կփոխարինվի արևային էլեկտրոէներգիայով։